Պարոն իսրայելյան իշխանության ներկայացուցիչները ձեզ մեղադրում են արցախցիների հույզերի հետ խաղալու համար, ինչպես նաև նշում են, որ այս կերպ դուք պարզապես փողոցում մարդիկ հավաքելով եք զբաղված եւ այս գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության պետական շահի վնասմանը։ Այն մտահոգությունները, որ իշխանության կողմից ներկայացնում են, իշխանությանը մենք խորհուրդ կտանք, որ իրանց կողմից էլ լինի համապատասխան ձևավորած ձևաչափի պատասխաններ այն հարցերի շուրջ, որ պահանջների շուրջ, որը ներկայացած է իշխանությանը։ Պատասխանատուն այսօրվա իրավիճակում իշխանությունն է այդ հարցերի շուրջ, որպես բոլոր հասարակության, բոլոր ժողովրդի իրավունքներից սկսած սոցիալական հարցերից, իրավունքներից ու մնացած արժանապատվության հետ կախված, դա այն հիմունքներն է, որ առիթ են տվել իրանց բացթողումներով, իրանց ոչ հայանպաստ որոշումներով, որ եկել է հասել է ժողովուրդը այս իրավիճակին։ Հիմիստ է պահանջը քննարկումների բանով է գնում, ոչ թե պահանջ ինչ-որ քննարկումների, որ ժողովրդի ձայնը լսեն։ Եթե դուք իշխանության ներկայացուցիչներ ծառայում եք ժողովրդին, դուք պիտի առաջերտին հաշվի առնեք ժողովրդի շահերը, ազգի շահերը։ Հարցը դրա մեջ է, թե ով ինչ կողմից ոնց ձևի արձագանքում, երևի խնդիրներ ունեն, դրա համար մտահոգություններ ունեն, արձագանքում են, բայց նորից էլի խորհուրդ կտանք, որ բոլոր արձագանքների, բոլոր բառերի, խոսքերի մեջ հազար անգամ մտածեն, հետո մոտեցումները տան, որովհետև սե խոսքը գնում է միասնության մասին, միասնություն հասկացողությունը դա ազգովի միասնականության մասին է խոսքը գնում։ Ոնց կարող է ղեկավարը լինի ազգի ներկայացուցիչ միասնականության բանին, մոտեցումներին չընդունի կամ բան չանեն, ճիշտ չընկալեն։ Տարանջատել պետք չի ոչ մի բան, ստեղ տարանջատելու փորձեր կան, գիտենք, տեսնում ենք, հետևում ենք, բայց մենք գնալու ենք այն ուղղությամբ, որ ազգովի, ազգային միասնականությունը մենք կարանք ամրագրենք։ Հայաստանի կուսակցությունների հետ հանդիպումներ լինելու են, որովհետև ստեղ սահմանափակված բան չկա, բոլորին է հրավիրված, բացի կուսակցություններից հասարակական կազմակերպություններ, ակտիվ անհատ անձերի բոլորին մենք պատրաստ ենք լսելու, քննարկելու այս օրակարգի շուրջ ու միասնական աշխատանքներ իրականացնելու համար։ Մինչև ապրիլի 15-ը քննարկումները գնալու է, քննարկումների ընդհանուր այդ վերլուծությունից հետո արդեն որ հայտարարություն տա հանրահավաքի մասին, դեղ արդեն ներկայացնվելու է ինչ քայլերի կամ ինչ ուղղությունների վրա աշխատանքներ։ Կա խոսքի ձևաչափեր, որ չեմ ուզում մանրանամ, որովհետև դա խորհրդի որոշումից հետո է կայացվում, անձնական մտքերը մեկ մի կողմ եք դնում, բոլոր որոշումները կայացում է խորհրդի մեջ, ու դեղ արդեն դրանից հետո արդեն ամեն բանը ձևաչափ ներկայացնում է։ Արդյոք կարող ենք համարել, որ սրանով կսկսվի իշխանափոխությունը Հայաստանում։ Նայեք, այդ հարցը շատ են տալիս ու բոլորը ձգտում են խոսքի բառացիորեն ինչ-որ ձևակերպով հասկանան, ինչ շարժում, նորից եմ ասում, ստեղ ինքնաբուխ ժողովուրդն է դուրս եկել իր հարցի պատասխաններով, ով մեր հարցի պատասխանները կտա, ով կարողանա այդպես պատասխանատվություն վերցնի իր վրա ժողովրդին այդ հարցերի պատասխանը բավարարելու, մենք ուրեմն գնում ենք այդ ճանապարհով։ Եթե այսօրվա իրավիճակում Հայաստանի իշխանության ղեկավարներ են այսօրվա պատասխանատուն, պահանջը դրած է իրանց առաջ։ Բարի եղեք, այդ պահանջներին պատասխանները ձևավորեք ոչ թե բառերով, այլ հիմնավորած պատասխանների արդյունքները իմ համար չի, հասարակությունը